Բարի երեկո, ուղիղ եթերում Ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր եթերում առաջարկում ենք դիտել Արցախի նախին ղեկավարները Բաքվի դատարանում սկսել են հանդես գալ եզրափակիչ խոսքով, չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։ Մինչ իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը 80-ականներին հավաքագրվել է սովետական KGB-ի կողմից, ընդդիմախոսները կասկածի տակ են դնում իշխանական լրատվամիջոցում հրապարակված փաստաթղթի իսկությունը։ Երևանը նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել Մոսկվային։ Ըստ մամուլի 2019-ից հետախուզվող Կոստանյանը Ռուսաստանի քաղաքացի է դարձել 3 տարի առաջ։ Երեկ ուշ երեկոյան Միացյալ Նահանգները հարվածել է Սիրիայում իսլամական պետության տասնյակ թիրախների, որպես հատուցում ամերիկացի զինծառայողների վրա հարձակման դիմաց։ Միացյալ Նահանգների և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլ է անցկացվել Մայամիում։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը ևս մեկնել է Մայամի։ Եռակողմ հանդիպումներ չեն նախատեսվում։ Եվ այսպես Բաքվի ռազմական դատարանում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը։ Ադրբեջանական ապագործակալության փոխանցմամբ երեկ նրանք սկսել են հանդես գալ եզրափակիչ խոսքով։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների համար ադրբեջանցի դատախազները 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում են պահանջել։ Ես հիշեցնեմ, որ Բաքվում պահվող հայերի նկատմամբ դատերը ընթանում են անկախ լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպանների բացակայության պայմաններում։ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը մյուս հայերի դատավարությունը Բաքվում մոտենում է ավարտին։ Երեկ ռազմական դատարանում խոսել են նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայան ու գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։ Նրանք մեղադրանքը չեն ընդունել։ Միանշանակ է եւ որևէ կասկած չի կարող լինել առայն, որ կայացնելու են մեղադրական դատավճիռներ, բոլոր հայերին մեղավոր են հռչակելու վերագրվող կեղծ մեղադրանքներում եւ ընտրվելու են ամենախիստ պատժատեսակները, մասնավորապես նախկին ղեկավարների առնչությամբ ընտրվելու է ցմահ ազատազրկումը, երկու նախագահները ում տարիքը 65 գերազանցում է կընտրվի 20 տարի ազատազրկումը, իսկ մյուս հայերի առնչությամբ, ինչպես եւ առաջարկել էր դատախազությունը, 14-ից 19 տարի ազատազրկում կկիրառվի։ Բաքվում պահվող գերիների շահերը միջազգային դատարաններում ներկայացնող Սիրանուշ Սահակյանը ադրբեջանական պետական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունները ճշմարտացի չի համարում, ընդգծում է, 1 տարի առաջ սկսված դատական նիստերի մասին հայաստանյան եւ միջազգային հանրությունը տեղեկություններ ստացավ միայն խիստ վերահսկվող լրատվամիջոցներից, ու այդպես էլ հնարավոր չեղավ ստուգել նրանց հրապարակումները անկախ աղբյուրներից։ Նույն կերպ հնարավոր չէ ստուգել նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի երեկ Բաքվի ռազմական դատարանում հնչեցրած խոսքերը, նկատում է իրավապաշտպանը։ Այս դատական ֆարսը իր ավարտական փուլին է մոտենում, արդեն իսկ վերջին խոսքի իրավունքի իրացման դատաբարական փուլն է, թե 15-ի եւ թե Ռուբեն Վարդանյանի գործով, կարծում եմ մինչև դեկտեմբերի 30-ը ընթացող նիստերի շրջանակներում ձևական հնարավորություն կտրվի օգտվել այս իրավունքից, իմ գնահատմամբ վարամսին նրանք արդեն կհրապարակեն դատավճիռները։ Տեքստիլանդրիլան Արայիկ Հարությունյան Ըստ Ազերթաջ պետական գործակալության Հարությունյանն իր վերջին խոսքում հակադարձել է դատախազի ներկայացրած մեղադրանքին, նշել է, որ ինքը բավարար չափով տեղեկացված մարդ է, բայց 1993 թվականին Քելբաջարի թունելում եւ Բելիգբաղ բնակավայրում տեղի ունեցածի մասին իմացել է հենց դատարանում։ Ազերթաջը չի մանրամասնում, թե ըստ պաշտոնական Բաքվի վարկածի ինչ է տեղի ունեցել Քելբաջարում 32 տարի առաջ։ Պետական լրատվամիջոցի պնդմամբ Արայիկ Հարությունյանը դատարանում նկարագրվածը համարել է ռազմական հանցագործություն։ Հարությունյանը նաև ասել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո գերեվարված նախկին պաշտոնյան մեղադրվում է ռազմական ծանր հանցագործությունների, հանցավոր խմբավորման մեջ ներառվելու, առևտրային ապօրինի գործունեությանը մասնակցելու, վարձկանության, վնաս պատճառելու, Գանջայի օդանավակայանին ավիահարվածներ հասցնելու, սպանության, բռնության դրվագներով։ Նրանք բեմականացված գործընթացներ են տարել Ալիևների վարչակազմի քաղաքական որոշումը դատականի վերածելու նպատակով եւ հասկանալի է, որ դատարանի դիրքորոշումը չի կարող չվավերացնել քաղաքական պատվերը։ Մենք բազմիցս ընդգծում
հիշում ենք, որ Ադրբեջանում դատական անկախ համակարգ գոյություն չունի։ Դաքսիլանդիլեն Դավիթ Բաբայանսը Նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ու գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը եւս չեն համաձայնել մեղադրանքի հետ։ Մանուկյանն օրինակ պնդել է, որ ներկա չի եղել Արցախի անվտանգության խորհրդի նիստերին ոչ որպես մասնակից, ոչ որպես դիտորդ, քանի որ իր ծառայողական պարտականությունները դա իրեն թույլ չէին տալիս։ Այս գործերը քննվել են առանց միջազգային ներկայության եւ այն դատավորների կողմից, ովքեր կրթվել եւ դաստիարակվել են հայատյացության մթնոլորտում։ Էրմենստան Մեթենդաշ Ռուբեն Վարդանյանն Օրերս էլ ավարտվեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատաքննությունը։ Դատախազությունը պահանջում է նրան դատապարտել ցմահ ազատազրկման։ Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման համար մեղադրվող 57-ամյա Վարդանյանն ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել ավագ որդու Դավիթ Վարդանյանի հետ, նրան փոխանցել, որ իր եզրափակիչ խոսքում պատրաստվում են ընդգծել, տեղի ունեցողը դատական գործընթաց չի համարում։ Բաքվում 23 հայ է պահվում, նրանցից 7-ի վճիռները նախորդ տարիներին էին կայացվել։ ԿԳԲ գործակալ թե կեղծ փաստաթուղթ 3 իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը պատկանող լրատվամիջոցը ԱԱԾ-ից ստացած փաստաթուղթեր հրապարակել, պնդելով, թե ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը 80-ականներին հավաքագրվել է սովետական ԿԳԲ-ի կողմից։ Հայերեն լրացված այդ փաստաթղթից կարելի է ենթադրել, որ այն գաղտնազերծվել է 24 տարի առաջ։ Ինչպես ստացվեց, որ փաստաթուղթը ջրի երես դուրս եկավ իշխանություն եկեղեցի առճակատման ամենաթեժ պահին, հարցի պատասխանը դեռ չի հնչել։ Իսկ այս ընթացքում ընդդիմախոսները առհասարակ կասկածի տակ են դնում իշխանական լրատվամիջոցում հրապարակված փաստաթղթի իսկությունը։ Փաշինյանը ունի հստակ խնդիր ոչնչացնելու հայ ժողովրդի իմունիտետը։ Հայ ժողովրդի իմունիտետը դա հայ առաքելական եկեղեցին է։ Այս նպատակի համար էլ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, կանգ չի առնում, պնդում է հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը։ Կաթողիկոսի եղբոր Եզրա Սրբազանին վերագրվող փաստաթուղթն էլ, որ ԿՊԱ-ականները Երևանից տարածում են, ասում է այդ շրջանակում է։ Հա ինքը փորձելու է մասնատել եւ Էջմիածինը դարձնել Հայաստանի եկեղեցի։ Այդ հայ առաքելական համընդհանուր, այսպես ասած, տիեզերական եկեղեցին վերացնելու է։ Իշխող կուսակցության կայքը 3 հրապարակել է ԱԱԾ-ից ստացած մի փաստաթուղթ, ըստ որի կաթողիկոսի եղբայրը Եզրա Սրբազանը 80-ականներին համագործակցել է սովետական ԿԳԲ-ի հետ։ Փաշինյանի թիմակիցները ակտիվ տարածում են այս թուղթը որպես ապացույց վարչապետի պնդումների, թե կաթողիկոսն ու նրա ընտանիքը օտարերկրյա գործակալ են։ Եվ ես կարծում եմ, որ դա վերջում լինելու է մեր ԱԱԾ-ի արդարացման փաստարկներից մեկը, որ դա հորինել են ու ես երեկվային բանում էլ գրել էի, որ դա վերջում գցելու են CVKM-ի վրա։ Տիգրան Պասկևիչյանը կասկած չունի, փաստաթուղթը կեղծ է։ Եթե Լատվիայում փաստաթուղթը նման եղել է ռուսերեն, Լատվիան, հա, Մերձբալտիկան շատ ավելի հակառուս էին եւ շատ ավելի իրանց լեզուն բանը պահող էին։ Եթե Լատվիայում եղել է ռուսերեն, Հայաստանում պիտի լիներ ռուսերեն ու ռուսերեն։ Եթե նույնիսկ իրական է լիներ, հետո ինչ, ասում է հրապարակախոսը, ենթադրենք սովետական միության օրոք Եզրա Սրբազանին էլ ինչպես շատերին հավաքագրել են, ուրեմն երկրի դեմ է գործել, ավելի մեծ վնաս է հասցրել Հայաստանին, քան Նիկոլ Փաշինյանը, հարցնում է հրապարակախոսը։ Մեծ հաշվով կարող է ավելի շատ վնաս ա տվել, քան Նիկոլ Փաշինյանն ա վնաս տվել Հայաստանին եւ հայությանը։ Հա, Արցախը կորցրել, 5000 մարդու է զոհել, Հայաստանի սահմաններում ադրբեջանական զորք է թույլ տվել, որ մտնի կանգնի։ Չէ, ինչի մասին է խոսքը։ Այս մարդը ինչ շփում ունի Հայաստանի շահերի հետ։ Ասենք ինչքանով է իր գործունեությամբ պայմանավորված Հայաստանի շահերի զորացումը կամ նվազեցումը, պակասեցումը, թուլացումը։ Ոչ մի կապ չունի։ Այսինքն ձեզ համար նորություն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից։ Եզրա Սրբազանին վերագրվող փաստաթղթի հրապարակումից մեկ օր առաջ վարչապետ Փաշինյանն առանց փաստերի նորից պնդել էր, թե կաթողիկոսը կառավարվում է դրսից ու հորդորել հետևել փաստերին։ Նրա խոսքերից մեկ օր անց իր ղեկավարած կուսակցության լրատվական կայքում հայտնվեց ԱԱԾ-ից փոխանցված այս թուղթը։ Եթե ասում եք ԿԳԲ-ի գործակալ, ԿԳԲ-ն որպես այդպեսին գոյություն չունի։ Եթե այդ մարդը որպես գործակալ փոխանցվել է FSB-ին, որը այսօր Ռուսաստանի նույն ԿԳԲ-ն է, ասեք FSB իր անունը տվեք։ Վախենում եք, ասեք այդ անունը։ Եթե վախենում եք, այս ինչ կապիկություն է։
Այս ինչ կապիկություն է կանում։ Իսկ FSB-ի մասին վախենում ասի, որովհետև FSB-ից կարա պատասխան ստանա, KGB-ից չի կարա պատասխան ստանա։ Այս պատմության մեջ ամենավտանգավորն ու խայտառակությունը ազգային անվտանգության ծառայության դերակատարումն է, ասում է Տիգրան Պասկևիչյանը։ Մեծ խայտառակությունն է ազգային անվտանգության ծառայության համար։ Այս կարևորագույն կառույցը դարձել է քաղաքական գործիք Փաշինյանին դիմախոսների դեմ։ Ընդհուպ կարող են վտանգավոր նախադեպ ստեղծել, հրապարակել ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցողների անունները, այդ համագործակցությունը վարկաբեկել, որը նաև երկրի օգտին է լինում, ասում է հրապարակախոսը։ Այդ գործակալական ցանցը դա ցանկացած անվտանգության ծառայության հարստությունն է։ Եվ որևէ ես պատահական չէի գրել, որևէ քաղմաս, ասենք Դավթաշենի քաղմասը իր իրազեկողներին չի բացահայտում։ Չի բացահայտում, որտեղ այդ մարդու հետ ինքը բանավոր կամ գրավոր ունի պայմանավորվածություն, որ բացահայտի այդ մարդուն տան սպանեն, ինքն է պատասխան տալու։ Տիգրան Պասկևիչյանի տպավորությամբ կաթողիկոսի դեմ Փաշինյանի պայքարին ԱԱԾ-ի այս փաստաթուղթը չօգնեց, ինչպես ակնկալում էին։ Ամբողջ լրահոսում բանն է, ԿՊԱ-ականներն են միայն, որ առաջ են մղում այս բանը։ Առողջապահության նախարարը ուրեմն այս նյութն է տարածում։ Եղբայր քո ինչ գործն է այս նյութը։ Թե առողջապահության նախարարը ցնծության մեջ տարածում է այս fake փաստաթուղթը, վաղն էլ կվերցնի, չգիտեմ, ինչ-որ մեկի հիվանդության պատմությունը կտարածի։ Գործակալ լինելու վերաբերյալ մի փաստաթուղթ էլ իշխանության առանցքային դեմքերից մեկի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի անունով կա։ 4 տարի առաջ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը փաստաթղթեր հրապարակեց, պնդելով, թե արտգործնախարար Արարատ Միրզոյանը 2007-ին հավաքագրվել է ԱԱԾ-ի կողմից։ Միրզոյանը ընդունել էր, որ համագործակցել է ազգային անվտանգության ծառայության հետ, իր ստորագրությունն է, բայց գործակալ լինելու մեղադրանքը հերքել։ Բացատրել էր, թե ինչու է համագործակցել։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը ընդունում է, որ այս փաստաթուղթը իրական է։ Ինչպես է մեկնաբանում, թեմից մինչ այս պահը չեն արձագանքել, մայրաթորից էլ մեր զանգերին չպատասխանեցին։ Նրանք, ովքեր ապացույցներ են պահանջում, որ կտրիճի եղբայր Եզրասը հավաքագրված գործակալ է, ստացան։ Այլևս աներկբա է, որ կտրիճն ու նրա եղբայրը, ովքեր եկեղեցին վերածել են Հայաստանի դեմ գործող գործակալական ցանցի որջի եւ դրա դիմաց շքանշաններ են ստացել, պետք է հեռանան։ ԿՊԱ-ականները, որ մինչև վերջերս կաթողիկոսի հրաժարականը պահանջում էին կուսակրոնության ուխտը խախտելու պնդումով, երեկվանից այս փաստաթղթով են պահանջում։ Գարեգին երկրորդը անհապաղ պետք է լքի մայրաթոռը։ Կաթողիկոսը հրաժարականի մասին անգամ ակնարկ չի արել։ Հայաստանի դատախազությունը նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել Ռուսաստանի դատախազություն։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մեկ ամիս առաջ ազգային ժողովում լսումների ժամանակ էր հայտարարել, որ կրկին դիմելու են Ռուսաստան Կոստանյանի եւ մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին հանձնման միջնորդությամբ։ Նույն օրը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ասել էր, որ Կոստանյանն ու Հարությունյանը դեռ գտնվում են հետախուզման մեջ։ Ըստ Նահապետյանի, Հարությունյանը ներգրավել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ որպես քննչական խմբի ղեկավար կազմակերպել է քննիչների եւ ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված եւ փորձագետներին ներկայացված տարբեր տրամաչափի պարկուճները փոխելու գործընթացը։ Ինչպես նաեւ ըստ մեղադրանքի Վահագն Հարությունյանը խեղաթյուրել է զինված ուժերի մասնակցությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, այդ կերպ օժանդակելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի կողմից առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելուն եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելուն։ Հետքի վկայությամբ իրավապահների կողմից դեռևս 2019-ից հետախուզվող Կոստանյանը Ռուսաստանի քաղաքացի է դարձել եւ 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում։ Ավելի վաղ այս երկու նախկին պաշտոնյաները հերքել են իրենց վերագրվող մեղադրանքները։ Սոցիալական ցավոտ խնդիրներին անդրադառնանք, որոնք առավել եւս Շիրակի մարզում տասնամյակներ շարունակ չեն լուծվում։ Գյումրիի ավագանին մի քանի ամիս առաջ մի որոշում էր կայացրել, որը շատ ուրախացրել էր վթարային շենքերից մեկում ապրող ընտանիքներին։ Խոստացել էին տեղափոխում, վերանորոգում, բայց ուրախությունը կարճ տևեց, որոշումը դեռ իրականություն չի դարձել։ Բյուրոկրատական քաշքշուկի պատճառով այս նոր տարիներ մարդիկ ստիպված են անմխիթար պայմաններում անցկացնել։ Գյումրիում նախկին ռադիոգործարանի հանրակացարանում բնակվող 9 ընտանիքները այս ամանորն էլ կդիմավորեն խիստ վթարային շենքում, չնայած ավագանին դեռ 2 ամիս առաջ նրանց հարցով որոշում էր կայացրել։ Հնարավորություն չունենք, մնացել ենք այստեղ, եթե
իրանք ի վիճակի են, իրանք կվերցնեն իրանց վերեն մեր վարձերը, ով համաձայն չէ այստեղ։ Բոլորս էլ համաձայն ենք, այստան կոյնամակուր կոմունալ հարմարությունը չկա այստեղ, լողնալու հնարավորություն չկա այստեղ, ոչ մի բանի։ Մենակ ջուրն էլ կրովի, պատվալային հարգն է, ոչ մի բան չկա։ Ով համաձայն չի եղնի ստեղից էջ տալը։ Ավագանին որոշումը կայացրել էր հոկտեմբերի 16-ին կոռուպցիոն մեղադրանքով կալանավորվելուց 4 օր առաջ քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էր ներկայացրել նախագիծը։ Տանք 2 տարով վարձակալության գումարներ, որ իրենք ապրեն վարձակալության նորմալ պայմաններում, բայց այդ շենքը մենք ուզում ենք անպայման ամրացնել քաղաքապետարանը եւ կողքի շենքը եւս, որը նմանատիպ շենք է, մենք դիմել ենք կառավարություն, որ դա այդ շենքը եւս տան քաղաքապետարանին, որ մենք կարողանանք մրցույթ հայտարարել եւ ամրացնել այդ երկու շենքերը։ Նախագիծը միաձայն ընդունվեց, քաղաքային իշխանությունները որոշեցին վթարային շենքը վերականգնել ու անօթևան ընտանիքներին հատկացնել, իսկ մինչ այդ նրանց տեղափոխել վարձակալած բնակարաններ։ Այժմ բնակիչները աչքները ջուր կտրած սպասում են տեղափոխմանը, հոգնել են տարիներ շարունակ անձրևաջրերի դեմ կռվելուց, ջուր կրելուց ու տարրական պայմաններից զուրկ ապրելուց։ Տանիք չկա դե նորմալ, սաղ կատակը տներներս։ Ջուրն է կրովի է, ոչ մի կոմունալ հարմարություն չկա, հեչ բան չկա։ Դե ուզած չուզած խոսքի կեշտամ ծանոթի տուն, բարեկամի տուն երեխեքին կլողցնեմ, որ երեխա մակուր ստա կոնե ստա բարդ։ Ես պայմաններում չիրեմ, նորմալ մարդն է կա ապրիստեղ ինվալիդ կդառնա։ Խոնավություններ, դու եւ այլ շատ բաներ էլի։ Ուրիշ բանով ինչ ներկայացնենք։ Դի մարդիկ կապրին այստեղ կոյնամ է 10 րոպե որ իրանք հասկանան ինչ ապրումների մեջ կապրեն։ Դե չեսպես խոսքերով ում է ինչս էս էշ մարդ չի հասկանա, դի ինքը չի զգա ինքն դիք հասկանա։ Դի կա ապրի որ ինքը զգա ինչ կկատարվի։ Ավագանու որոշման մասին լսել են, բայց չեն հավատացել, մինչև չեն տեսել։ Ոմանք էլ չեն հավատա, մինչև վարձով տան բանալին ձեռքներին չլինի։ Սաքսուր խծա գնաց իրանց որոշումն է համակարգչի մեջ ցանին բերին տվին տա նայեք ու իրականի Դե չենք հավատա, մի ինվեստոր, ես ոչ թե մեկինը մեղադ, հեչ մեկին է չեմ մեղադ, պրոստը արդեն հույսերս կործրած ենք, էլի, իշխոր արդեն հույս չունենանք, էլի, միայն կուկան խոսքի կսեն սպես կեղնի ու չենք հավ, իշխոր հավատը մեջներ ծես կորած եղնի։ Անսպասելի էր ճիշտ նսած, բայց թե ինջակսեն մինչև հայլինքը ձեռատ չեղնի, չես հավատա, ինչ եք ուզե եղնի։ Ինչու է ձգձգվում վթարային շենքում ապրող 9 ընտանիքների վարձով բնակարան տեղափոխվելու գործընթացը, հատկապես որ ավագանին բնակվարձի գումարը հատկացնելու որոշումն արդեն կայացրել է։ Գյումրիի քաղաքապետարանի բնակարանային բաժնի փորձագետ Անուշավան Պապիկյանն ասում է, շենքի ամրացման մրցույթին են սպասում։ Երբ մրցույթը կայացավ, տվյալ շենքի, այսինքն Կոզարանային 2 կոդորակվեց շենքի վերականգնման աշխատանքների մրցույթը երբ կայացավ, մենք անմիջապես բնակիչներին տեղափոխել ենք վարձավճարով բնակարաններ, վարձակալությամբ բնակվելու։ Վարձը տալու է քաղաքապետարանը։ Այսինքն մրցույթից է կախված։ Այո, շինարարության մրցույթից է կախված։ Երբ մրցույթը կայացավ, մենք իրանց արդեն տեղափոխել ենք վարձակալությամբ բնակարաններ։ Մի քանի լուր միջազգային լրահոսից Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի բանակցությունների նոր փուլ է անցկացվել Մայամիում։ ՆԱՏՕ-յում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Մեթ Ուիթեքերը հայտարարել է, որ գործընթացը մտել է եզրափակիչ փուլ, խաղաղ համաձայնության հասնելու հնարավորություններ կան։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը եւս մեկնել է Մայամի բանակցությունների նպատակով։ Reuters գործակալության տվյալներով Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ հանդիպումներ չեն նախատեսվում։ Եվ այս ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է Ֆլորիդա նախատեսվող այցի մասին։ Նա չի հստակեցրել մեկնելու ամսաթիվը, չի հաստատել իր մասնակցությունը ռուսական կամ ուկրաինական պատվիրակությունների հետ բանակցություններին, նշելով միայն, որ Ֆլորիդայում իր մոտ ծրագրված մի շարք հանդիպումներ կան։
Երեկ ուշ երեկոյան Միացյալ Նահանգների զինված ուժերը լայնամասշտաբ հարվածներ են հասցրել Սիրիայում իսլամական պետությունը ահաբեկչական խմբավորման տասնյակ թիրախների, որպես հատուցում ամերիկացի զինծառայողների վրա հարձակման դիմաց։ Նախորդ շաբաթավերջին Սիրիայում ենթադրաբար իսլամական պետության հարձակման հետևանքով ամերիկացի զինծառայողների զոհվելուց հետո նախագահ Դոնալդ Տրամփը հատուցում էր խոստացել։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ բազեի աչք անվանումը ստացած գործողությունները թիրախավորել են իսլամական պետության զինյալներին, ենթակառուցվածքները եւ զենքերի վայրերը։ Տրամփը սոցիալական ցանցում գրել է, որ Սիրիայի կառավարությունը ամբողջությամբ աջակցում է հարվածներին։ Թուրքիայի արևմուտքում անօդաչու թռչող սարք է ընկել։ CNN թուրքը հայտնում է, որ անօդաչուն վայր է ընկել Մարմարի ծովից հարավ գտնվող Մանյաս քաղաքի շրջանում։ Ազատության Current Time ծրագիրը գրում է, որ դատելով լուսանկարներից եւ տեսանյութերից խոսքը ռուսական Merlin BP հետախուզական դրոնի մասին է, թեև դրա պատկանելությունը թուրքական իշխանությունների կողմից պաշտոնապես դեռ չի հաստատվել։ Հյուրիետն էլ հավելում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Տեղի բնակիչները ինչ-որ բան են նկատել ցորենի արտում, որոնումների արդյունքում հայտնաբերել են բացված պարաշուտով անօդաչու թռչող սարքը։ Գյուղապետի խոսքով սարքի վրա գրություններ, դրոշներ կամ տարբերանշան չկա։ Երեկ հայտնի է դարձել, որ ռուսական Օրլան 10 հետախուզական անօդաչու թռչող սարքը վայր է ընկել Ստամբուլից ոչ հեռու գտնվող Խոջայելի գավառում, իսկ դեկտեմբերի 15-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ թուրք զինծառայողները Սև ծովի վրա վերահսկողությունից դուրս եկած դրոն են խոցել։ Վերադառնանք Հայաստան, համայնքի բնակիչ ես, ուրեմն կարող ես նարդիի առաջնության մասնակցել, հենց այս տրամաբանությամբ է Սպիտակում վերջերս նմանատիպ մի մրցույթ կազմակերպվել։ Բյուջեից փող են դուրս գրել, մրցանակներ սահմանել եւ համայնքի ղեկավարը մի մրցանակ էլ ինքն իրեն է հանձնել պատվավոր երրորդ տեղը զբաղեցնելու համար։ Շահերի բախում չկա արդյոք այստեղ։ Իրավապաշտպանների այս հարցին էլ համայնքապետարանում պատասխան գտել են։ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը նարդու առաջնություն է կազմակերպել, մասնակցել ու իր անվան առաջնությունում երրորդ տեղն զբաղեցրել։ Համայնքապետարանի հրապարակած լուսանկարներում մյուս 4 հաղթողներին համայնքի ղեկավարն է հանձնում մրցանակները, իսկ ահա իր անվան մրցաշարում երրորդ տեղը զբաղեցրած համայնքապետի պարանոցից մեդալը կախում է սեփական որդին, Հայփոստի Սպիտակի բաժանմունքի տնօրեն Գոռ Նիկողոսյանը։ Նա ի դեպ նույնպես նարդի է խաղացել որպես առաջնության մասնակից։ Հաղորդագրությունից պարզ է, պատվավոր երրորդ տեղի համար առաջնության կազմակերպիչը 90,000 դրամ է նախատեսել։ Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն ասում է, չլսված, չտեսնված բան է, որ համայնքի ղեկավարը իր կազմակերպած առաջնությանը մասնակցի ու մրցանակային տեղ գրավի։ Սա աբսուրդ իրողություն է, որը նաև իրենից շահերի բախման կոմպոնենտ է պարունակում, որովհետև համայնքի ղեկավարը իր մի գրպանից գումարը դնում մյուս գրպանը։ Առաջնության մասին պատմող ֆեյսբուքյան լուսանկարներում ոչ միայն համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն է նարդի խաղում, այլև իր որդին, Հայփոստի Սպիտակի բաժանմունքի տնօրեն Գոռ Նիկողոսյանը, համայնքի ղեկավարի օգնականը, Սպիտակի կազմում գտնվող Շենավան գյուղի վարչական ղեկավարը, համայնքապետարանի ենթակայության ՀՕԱԿ-ի տնօրենը, Ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության 1 անդամ, նկարներում տարբեր տարիքի այլ տղամարդիկ եւս կան։ Չնայած շահերի բախման մասին իրավապաշտպանի պնդումներին համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ազգանուշ Ֆրանգյանը բոլորովին էլ խնդիր չի տեսնում, որ համայնքի ղեկավարի նարդու առաջնությանը 90,000 դրամ հենց ինքը համայնքի ղեկավարն է ստացել։ Այդ է բացում քաղաքացի կարևոր, որ համայնքի քաղաքացի հիմա ինքն էլ քաղաքացի է, խորհրդակցել են տարբեր առաջնություններ կազմակերպած կազմակերպությունների հետ, կարող է ինքն էլ մասնակցել իր առաջնությանը եւ այլն, ոչ մի արգելող նորմ չունենք։ Շահերի բախում չեք տեսնում այստեղ։ Ինչ կա շահերի բախումը, չի կարող շախմատով կամ նարդիով զբաղվի։ Առաջնությանը մասնակցած Շենավանի վարչական ղեկավար Մխիթար Մխիթարյանն էլ 4-րդ տեղն է գրավել, 70,000 դրամ պարգևի արժանացել։ Պնդում է, թե առաջնության մասին հայտարարություն են փակցրել գյուղերի մարդաշատ վայրերում, տեղեկացրել մարդկանց, մասնակցության համար արգելքներ չեն եղել, ասում է ավելի ակտիվ մասնակցության հույս ունեին, չեկան։ Ընդհանուր առմամբ մտածում էինք, որ ավելի շատ մասնակցի, բայց 30-ին մոտ էին մասնակիցները։ Ինչով է պայմանավորված էլի, որ չեն դիմել, չեն մասնակցել։ Դե ես ընդհանուր առմամբ մի երկու հոգու հարցրել եմ, գիտեմ ով որ խաղում է,
Մեր պատճառաբանել են, որ աշխատանքի բերումով, հետո ժամանակի խնդիր է, կամ ժամերով չեն կարող մեր գործերը թողանք գյուղի։ Աշխատանքային ժամեր այդ մրցաշարը։ Չէ, 6-ից հետո ա եղել։ Համայնքի ղեկավարի առաջնությանը մրցանակակիր դարձած վարչական ղեկավարը նույնպես կարծում է, որ ոչինչ էլ չկա, որ Քաջայր Նիկողոսյանը մասնակցել է իր իսկ կազմակերպած առաջնությանը։ Ինքը հենց այդ ժամանակ, որ հասավ արդեն մրցանակային տեղերը, հրաժարվեց համայնքի ղեկավարը, որ ինքը էլ չմասնակցի, հաղթանակը տրվի ինչ-որ մեկին ու շարունակվի այդ ամեն ինչը։ Ուղղակի այդ մասնակիցները ընդհանուրը բոլորը ասեցին, որ դե խաղ է դա, եթե կարեցել եք դուք հաղթել եք ու հասել եք միջև ստեղ, ճիշտ կլինի, որ շարունակեք ու արդար լինի, ով որ կհաղթի, կհաղթի։ Համայնքի բյուջեից ընդհանուր 712,000 դրամ է ծախսվել այս առաջնության համար։ Անցած ամսվա վերջին Քաջայր Նիկողոսյանը 2 որոշում է կայացրել։ Առաջինով 262,000 դրամ է հատկացրել մոտ 30 մասնակիցների համար նարդիներ, բաժակներ, պատվոգրեր, մեդալներ, գավաթ, հուշանվեր եւ տորտ ձեռք բերելու նպատակով։ Երկրորդ որոշմամբ 450,000 դրամ ծախսվել է առաջին 5 հորիզոնականների դրամական պարգևատրման համար։ Շարունակեք հետևել լուրերին, այցելելով ազատություն.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, հաջողություն։